Դե որ ասում ենք ինչ, երիտասարդա, ուզում է լավ ապրի չի կարում, գնում է Ռուսաստան, որ ընդեղ ապրի։ Ոչ մեկին էլ չենք մեղադրում, ամեն մարդ չարչարում է իրան գլուխը մի կերպ պահի։ Կարլեն Արսենյանը Ծաթեր գյուղի ամենատարեց բնակիչն է, 90-ամյա այս մարդու երեխաները շատերի նման մեկնել են արտագնա աշխատանքի, ասում է հայրենիքը հայրենիք, բայց երիտասարդներն ապրել են ուզում։ Մեր հայրենիքը Հայաստանն է, դե մեր ժողովուրդն էլ մեծամասնությունը Ռուսաստանում են, ընդեղ են ապրում։ Դուք գնացել ընդեղ ապրում, ամուսնացել է, ընդեղ էլ ապրում է, պես են գնացել է իրան աշխատում է, փողը գալգում է, չգալգում, չգիտեմ։ Իրան երեխեքն էլ ինձ մոտ են, ես էլ թոշակ եմ ստանում, յոլ են գնում։ Գյուղապետարանի տվյալներով Ծաթեր գյուղը հաշվառված 393 բնակիչ ունի։ Գյուղապետի տեղակալ Սամվել Վիրաբյանի խոսքով բնակիչների թվի նվազում անընդհատ է նկատվում։ Տարեկան 3 ծնունդի դիմաց ամենաքիչը 5-6 մահ է արձանագրվում գյուղում։ Մահացողների թիվը հասնում է մինչև անգամ 10-ի։ Նախորդ տարվա համեմատ այս տարի բնակիչների թիվը նվազել է 5-ով։ Այդ թվում արտագնա աշխատանքի մեկնողներն են, որոնք արդեն պատրաստվում են նաև իրենց ընտանիքներին տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն մշտական բնակության։ Այս վերջերս չկան հեռացողներ այդքան համատարած չկան, բայց մի քանի տարի առաջ դաժե անգամ ընտանիքներով ահագին մարդ է դուրս եկել, այսօր Ռուսաստանում են կայացած մարդիկ են բիզնեսով, նույնիսկ գյուղում, եթե ինչ-որ մի հատ ծրագիր անդանում բան հովանավորելու ներդնելու օգնում են, իրանք ֆինանսապես ներդրումներ են անում։ Դե աշխատանք չկա, դա էլի հիմնականը։ Գյուղատնտեսությունը են զբաղվում, մի ուրիշ ինչ են անում։ Էդա, գյուղացու գործն է։ Գյուղացու գործը դա է, բայց դա էլ եկամտաբեր չէ։ Գյուղացին այնքան շահույթ չի ստանում, որ կարողանա ընտանիք պահել, ասում է ծաթերեցի Ալբերտ Պողոսյանը, բայց նաև հավելում, որ եթե ապրուստինն են, ապա երիտասարդները երբեք էլ ընտանիք չեն կազմի։ Վայեպ դիլել այդ միջոցնի, որ նրանք պսակվեն։ Ամենք իրաց միջոց են ստեղծում, ով ոնց ցանկանում է։ Միջոցը պրոբլեմա, բա պսակվեն։ Էմմա Պետրոսյան, Արման Տիտանյան, լուրեր։